Ընդհանրական խոստովանությունը ո՞նց է։ Նստած ենք մի 100 հոգով, հա։ Ու բոլորդ լուր եք, չեք խոսում, բան չեք ասում։ Ու ես էլ չեմ ճանաչում ձեզ։ Ասում եմ, բուժված լինեք, գնացեք։ Երկի ես իմ անունից չեմ ասում, ասում եմ Աստված թողը չուշնես, թող Աստված ների, հա։ Հիմա շատ հավանական է, որ Աստված ձեզ ների, եթե դուք զղջացել եք, եթե արտասուքներով խոստովանել եք, բայց դուք շատ հավանական է, որ անանձնական բուժում չեք ստանա։ Այսինքն յուրաքանչյուր հիվանդ կոնկրետ բժշկին դիմելու կարիք ունի, որպեսզի իր հիվանդությունը հստակ ախտորոշվի, որպեսզի ինքը իր անձնական հիվանդության բուժումը ստանա, պահի բժշկի նշանակած հրահանգները կատարի եւ բուժում ստանա։ Բայց եթե 100 հոգի կամ 1000 հոգի եկել են բժշկի մոտ ասում են մենք հիվանդ ենք, բժշկին ասում են գնացեք բուժվեք։ Բուժվեն այդ հիվանդները, չգիտեմ։ Կարող է բուժվեն, կարող է չբուժվեն, բայց վստահ չեմ։ Ընդհանուր առմամբ էլի բժիշկը ընդհանուր դեղատոմս կնշանակի։ Ընդհանուր դեղատոմսը դա ընդհանուր ներումն է։ Դե որ հիվանդ է գլուխն է ցավում, այս իր դեղը խմեք, բայց կարող այդ մարդը գլուխը չի ցավում, քաղցկեղ ունի այդ մարդը միգուցե։ Ծանր մեղք ունի իր խղճին ծառացած։ Վերջելի չասեմ։ Ծանր մեղք կա իր խղճին, քաղցկեղ ունի իր հոգու մեջ։ Դու գլխացավի դեղով քաղցկեղը չես կարող բուժել։ Դու պետք է հստակ ախտորոշում անես, ինչ քաղցկեղ է, լյարդա, թոքա, սիրտա, դի հասկանաս ինչ բուժում նշանակես, թե չէ գլխացավի դեղով անալգինով քաղցկեղ չեն բուժում։ Ուրեմն, եթե մենք ուզում ենք լուրջ բուժում ստանալ եւ ամբողջովին ապաքինվել եւ հնարավորինս կրճատել հիվանդության հավանականությունը, ուրեմն մենք պետք է գնանք անհատական խոստովանության։ Հա, նայես թե յուրաքանչյուր հիվանդ ինչպես այդ հարցին մոտեցում։ Մարդ կա իր հոգևոր հիվանդությունը շատ վտանգավոր է համարում եւ առողջությունը շատ բարձր է գնահատում։ Ինքը մտածում հասկանում է, որ ինքը պետք է մի անգամ գոնե ամբողջովին ոտից գլուխ բուժվի։ Այսինքն մի անգամ գոնե պետք է գնա իր կյանք, կարծեմ թե բոլորս էլ դրա կարիք ունենք մանկությունից մեր գործված մեղքերը մեկ անգամ գոնե ամբողջովին խոստովանելու։ Այսինքն մի հատ ոտից գլուխ բուժվելու, միգուցե այդ բուժումը շատ լավ լինի, գեղեցիկ լինի, հետագայում դու արդեն այդ ընթացքի մեջ առողջ լինես, հոգեպես առողջ լինես եւ այդպես էլ փորձառությունը ցույց է տալիս, որ երբ որ մարդը ի սրտե զղջում է, գնում խոստովանում է ամբողջ իր գործած մեղքերը, ցենց լրիվ ոտքի է կանգնում, ուժ է ստանում, հետո գիտես ինչ է այստեղ տեղ ունենում։ Ինքը ունենում է արդեն հոգևոր ծնող։ Հոգևոր ծնողն ինչ է։ Պաշտպան, պահապան եւ պատասխանատվության զգացում է կրում։ Երբ որ մարդը անտեր է, հեր չունի, հոգևոր ծնող հայր չունի, ինքը սանձարտակ է լինում։ Ինչ կուզեմ կանեմ։ Գնամ կծանքեմ կասեմ եղածու։ Գներում կստացամ գնամ կանեմ։ Չէ, դες չի։ Դու պետք է գնաս ասես ինչ որ արել ես։ Կամա չես երկրորդ անգամ անել, քանի որ գնալու ես ասել։ Հասկանում եք պահպանություն եւ պատասխանատվությունը հոգեվոր հայրը։ Երբ որ դու հոգեվոր հայր ունես, էլ զգուշ ես լինում մեղքերի հանդեպ, որտեղ պետք է գնաս ասես, չէ՞ էլի։ Հետո պատասխանատվության զգացում ես ունենում, բայց նաեւ ուժեղ պահպանություն ես ունում,
պահապան լինես, որտեվ ծնողը ո՞նց է իր երեխայի հանդեպ վերաբերվում։ Սիրով, բայց խստությամբ։ Այդ սեր իրեն տանում է խստության։ Եվ զավակն էլ ուրախ է, որ իր ծնողը սիրով է եւ խիստ է, շատ ուրախ է։ Եթե իմաստուն զավակ է, հա, եթե անմիտ երեխայը ոչ ծնողի սերն է հասկանում, ոչ էլ խստությունն է հասկանում։ Սերը չի գնահատում, ինձ սիրում է, թող իմ ուզածն անի։ Երբ որ իր ուզածը չի անում, ուրեմն ես չեմ ուզում այդպես ծնող։ Պատկերացրեցիք ինչ ապերախտ զավակ է դա, որ ծնողի սերն ու խստությունը չի գնահատում, ասում ավելի լավ է բարեկամի ապտակը, քան թե թշնամու ունենք համբույրը։ Մեզ պետք չի թշնամու ունենք համբույր, մեզ պետք է բարեկամի սիրո ապտակ, որպեսզի մենք այդ սիրուց փոխվենք։ Ուրեմն հոգևոր ծնողը շատ կարևոր է եւ լավ է մեր կյանքում։ Նա պատասխանատվություն եւ պահպանություն է մեր կյանքում։ Մենք բոլորս կարծեմ թե ծնող ունենք կամ կորցրել ենք։ Եթե մենք մեր ծնողը մեր կողքին է, ինչքան լավ է, չէ։ Մենք ոնց որ ապահով զգանք մեզ, չէ։ Բայց երբ որ ծնողին կորցնում ենք, որփանում ենք, չէ։ Ի պատկերացնում եք, մենք հոգևոր ծնող չունենք էլ, չենք էլ հասկանում մենք տեր ունենք, տեր չունենք, որբ ենք, որբ չենք։ Ուրեմն լավ կլինի, որ քրիստոնյա հավատացյալները իրենց պահպանությունն ու պատասխանատվության զգացումը ունենան եւ իրենց հոգևոր ծնողն ունենան։ Ամեն։